Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել երկրի պետական բյուջեի ծախսային մասի օրինագծին, այս կերպ կանխելով առաջիկայում հնարավոր բյուջետային ճգնաժամի կրկնությունը։ Սպիտակ տան աջակցությունը վայելող օրինագիծը հաստատվել է 332 կողմ 94 դեմ ձայների հարաբերակցությամբ, այն սակայն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթ Սենատի կողմից հավանության արժանանալուց հետո միայն։ Օրինագծի վերջնական հաստատումից հետո ի սկզբանե 200 միլիարդի խնայողությունը կնվազեցվի 63 միլիարդով, այն հասցնելով 140 միլիարդ դոլարի։ Քվեարկությունը կարևորվում է այն առումով, որ հանրապետական մեծամասնություն ունեցող ներկայացուցիչների պալատում երկրի բյուջեի շուրջ փաստացի համաձայնություն է արձանագրվում։ Թուրքիայում տեղակայված ամերիկյան Patriot տեսակի հրթիռային համակարգերը փոխարինվել են առավել նոր համակարգերով։ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ շրջանում տեղակայվելիք նոր հրթիռային համակարգերը երկրում կլինեն մինչև 2014 թվականի վերջը Թուրքիայի իշխանությունների խնդրանքով։ Համաձայնությունը ենթադրում է 300 ամերիկացի զինվորների ծառայությունը Թուրքիայում առաջիկա 1 տարվա ընթացքում։ Նշենք նաև, որ տարեսկզբին համաձայնություն էր կայացվել Գերմանիայի և Նիդերլանդների հետ, այդ երկրի կողմից Ադանայում և Ղահրաման Մարաշում ռազմական ներկայություն ապահովելու տեսանկյունից։ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հիշատակի արարողություններ են իրականացվել նախորդ տարվա ընթացքում զինյալ հարձակումների արդյունքում զոհվածների համար։ Վաշինգտոնում գտնվող մայր տաճարում պատարագ է մատուցվել 2012 թվականին Քոնեկթիքութի Սենդի Հուկ կրտսեր դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին, որի զոհն էին դարձել դպրոցի 20 մանկահասակ երեխաներ և 6 մեծահասակներ։ Զոհերի հիշատակահարգող արարողության ընթացքում ևս մեկ անգամ հնչել է Միացյալ Նահանգներում զենքի վաճառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։